Երևանը հերքում է սեպտեմբերի 11-ին Բաքվի հաղորդումը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Բաքուն նշել է, թե այսօր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նշում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանն ակնկալում է վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնել 2-ից 3 տարում։ Սեպտեմբերի 11-ին ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել են փոխարտգործնախարարներ Պարույր Հովհաննիսյանը եւ Վահան Կոստանյանը։ Բրյուսելի հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսությունը մեկնարկել է 2 օր առաջ։ Հայկական կողմը պատրաստական է առանց ժամանակ կորցնելու առաջ ընթանալ։ Հույս ունենք, որ կարճ ժամանակահատվածում կհասնենք դրական արդյունքների, նշել է Կոստանյանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 11-ին հայտարարություն է տարածել, նշելով, որ Բաքուն պարտավորություն չունի ազատ արձակել Արցախի ապօրինի գերեվարված նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, նշելով, թե իբր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ Հիշեցնենք, որ Երևանյան երկխոսություն համաժողովի բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչ օրս Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, պատանդներ եւ այլ պահվող անձինք, որոնք չեն վերադարձվել։ ԱՄՆ կառավարությունը կրկնապատկել է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը $120 միլիոն դարձնելով $250 միլիոն։ Սեպտեմբերի 11-ին հայտարարել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը, նշելով, որ ստորագրվել է զարգացման ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխությունը։ Ըստ հաղորդման, փոփոխության նպատակն է խթանել ժողովրդավարության եւ տնտեսության զարգացումը Հայաստանում։ 1992-ից ի վեր ԱՄՆ-ն մոտ $3 միլիարդ է տրամադրել աջակցելու Հայաստանի զարգացմանը։ Լեռնային Ղարաբաղից շուրջ 1000 երեխա կայցելի Հունգարիա ամառային ճամբար։ Սեպտեմբերի 11-ին համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ երկրի ագնախարարի եւ Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի միջև Երևանում կայացած հանդիպման ժամանակ։ Նախաձեռնությունը սկսել էին իրականացնել դեռ օգոստոսին։ Այն ժամանակ 120 արցախցի երեխաներ հանգստացան Հունգարիայում։ Նախարարներն ընդգծել են, որ դա հնարավորություն կտա երեխաներին լավ ժամանակ անցկացնել, ինչպես նաեւ կամրապնդի նրանց էմոցիոնալ եւ հոգեբանորեն։